Այսօր նախագահ Լուկաշենկան պատասխանել է մի շարք անկախ լրատվամիջոցների, այդ թվում Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության հարցերին։ Նա վերահաստատել է, որ դեմ է Ուկրաինայում այլ երկրների բանակների տեղակայմանը։ Պարզապես ծիծաղելի է, թե ինչպես են ռուսական ԶԼՄ-ները ներկայացնում ուկրաինական զարգացումները։ Նույնը կարող եմ ասել նաև ուկրաինական լրատվամիջոցների աշխատանքի մասին։ Դա քարոզչական պատերազմ է։ Ես հստակ ասել եմ, որ Բելառուսի տարածքից Ուկրաինա ոչ մի ներխուժում չի լինի, հայտարարել է Լուկաշենկան։ Շարունակելով Ուկրաինայի հակամարտության թեման, նա նշել է, որ Ռուսաստանում բոլորը եւ հատկապես ղեկավարները արդեն հոգնել են այդ կոնֆլիկտից։ Պետք է ավելի խելոք եւ խորամանկ լինել, պետք է փակել ռուս-ուկրաինական սահմանը։ Կանցնի ժամանակ եւ Դոնբասը նորից կլինի ուկրաինական։ Այ Ղրիմի հարցում շատ ավելի բարդ է, ես կասեի գրեթե անհնար, նկատել է Լուկաշենկան։ Նա անդրադարձել է նաեւ ռուս-բելառուսական հարաբերություններին։ Անցած ամիսների ընթացքում մի շարք վերլուծաբաններ նշել են, որ Մոսկվայում խիստ դժգոհ են Մինսկի վարած քաղաքականությունից։ Իրականում մենք ենք Ռուսաստանի միակ եւ ազնիվ դաշնակիցը, ասել է Բելառուսի նախագահը։ Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի հետ, քանի որ դա աղետ կլինի հենց Ռուսաստանի համար։ Հիմա հաճախ ասում են, թե իբր Ուկրաինայից հետո մեր հերթը կգա։ Պատկերացնում եք, թե ինչպիսին կլինի իմ կամ մեր ժողովրդի արձագանքը, եթե մեկը համարձակվի Բելառուսից մի տարածք պոկել։ Մենք կկռվենք ամեն մի հողակտորի համար։ Ալեքսանդր Լուկաշենկան խոսել է նաև ռուս ազգայնական շրջանակների կողմից գովազդվող այսպես կոչված ռուսական աշխարհի մասին։ Թեզ, որի իմաստն է Ռուսաստանի կորցրած տարածքների վերադարձը։ Այդ ռուսաց աշխարհի գաղափարը հիմարություն է, որն ինչ որ մեկը տվել է քարոզիչներին։ Պետք չէ այդ գաղափարը վերագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Я несколько раз даже в парламенте, по-моему, в парламенте публично спросил посла, что значит собирание русских земель, Б, что такое русский мир? Объясните, чтобы я понимал. До сих пор никто не объяснил. Ես նույնիսկ Բելառուսում Ռուսաստանի դեսպանին եմ հարցրել, թե ինչ է նշանակում ռուսական հողահավաք, ռուսական աշխարհ, ոչ ոք չկարողացավ նորմալ բացատրել։ Կարծում եմ, լսել են իմ արձագանքը եւ հարցը հանել օրակարգից, ասել է Բելառուսի ղեկավարը։ Я полагаю, что там услышали мой этот критический вопрос и сняли это с повестки дня.